Հիմա անդրադառնամ այն 4 կապվածության տեսակներին, որ բոլորս ունենում ենք մեկս մյուսի հետ շփվելուց կամ ընկերների հետ կամ ավելի մտերմիկ շփումների ժամանակ, որոնք են այդ 4 տեսակի կապերը։ Մեկ անգամյա կապ, երբ որ ուղղակի մեկին տեսնում ես, ինչ որ իրադարձության պահին, ինչ որ գործ անելուս, այս պահին հայտնվել եք միասին, այս մի բանը անելու, այս մի բանը խոսելու, մեկ անգամյա շփում ու կապ է լինում, որը այդ պահին լավ է, հաճելի է, պիտանի է, օգտակար է եւ վերջ։ Անցնում եք, միգուցե հետո մի քանի օր էլ դեռ հիշում ենք, անցնում է։ Երևի 12-րդ դասարանները ավարտածներ չէ, վիպուսկնո եւ այլն, այդ մի անգամյա ինչ որ հետաքրքիր շփումներ ու կապեր են լինում այդ օրը, որը հետագա մի քանի ամիսներին էլի մտքի մեջ երիտասարդների դեռ պտտվում է եւ անցնում է, գնում է առանց որևէ հետևանքի։ Հաջորդը զգացմունքային կապն է, որ մենք ունենում ենք իրար հանդեպ։ Դա կլինի սիրո ընկերական ջերմ փոխհարաբերության կապ, հա, ինչպես կուզեք։ Համեցեք, վերջ։ Բան չեղավարևս։ Հա, մյուսը այդ զգացմունքային կապն է, միգուցե բարկություն ենք զգում, դա էլ է զգացմունք, աստվածչանի միգուցե ատելություն ենք զգում, դա էլ է զգացմունք, կապվածություն որևէ մեկին ուղղված։ Այստեղ արդեն կարևոր է մեր ուշադրությունը, թե ինչ ենք զգում տվյալ անձի հանդեպ։ Պետք է որ զգանք դա այդ անձի հանդեպ, թե չէ, լինի դա սերը, լինի դա բարկությունը, լինի դա ատելությունը։ Այստեղ արդեն մենք պետք է վերահսկողներ լինենք։ Համաձայնեք, սիրո մեջ էլ պետք է վերահսկողներ լինենք։ Երբեմն ասում ենք դե սիրում եմ ու վերջ, բայց սերը դա զգացմունք չի, սերը դա պիտի լինի ճիշտ սերը, պիտի լինի ընտրություն եւ որոշում։ Եթե անգամ դու ինչ որ մեկի հանդեպ ատելությամբ ես լցված, չես սիրում ինչ որ մեկին, այդ իրավիճակիդ մեջ էլ որոշի, ես պիտի սիրեմ, որոշում եմ սիրեմ, ընտրում եմ սիրեմ, թեկուզ դեռ չեմ զգում, որ սիրում եմ, Տեր, բայց ես ընտրում եմ, որ պիտի սիրեմ, ընտրում եմ, որ պիտի ներեմ։ Եվ երբ որ դու այս ընտրությունը, որոշումը Քրիստոսի առաջ ընդունում ես, հանուն քեզ, ոչ թե հանուն դիմացինի, Տերը կարողանում է քո սիրտը փոխել, քո միտքը փոխել եւ ազատել քեզ այդ տանջող զգացմունքից եւ զգացողությունից։ Համաձայն եք, չէ՞։ Հաջորդը ֆիզիկական կապ։ Ամենադժվար իրարից բաժանվող կապն է ֆիզիկական կապը, եթե անգամ մեկը մյուսին չեն սիրում, բայց ֆիզիկապես շփում են ունենում իրար հետ, կապվածություն են ձեռք բերում։ Սա արդեն մի քիչ ավելի խորը բան եմ ասում, որի մասին շատ ավելի բաց չեմ կարող խոսեմ, բայց դուք հասկանում եք ինչ եմ ասում։ Ֆիզիկական կապի չպիտի անցնեք որևէ մեկի հետ, այդ պահին հաճելի է ձեռք սեղմումը, այդ պահին հաճելի է, քեզ թվում է անմեղ է, քեզ թված թե հպանցիկ է, բայց երբ որ կպնում ես ֆիզիկական կապ է լինում, քո շոշափելիքներն էլ են արդեն դրան մասնակցում եւ դա քո հիշողության մեջ դաջվում է որպես դուրեկան հիշողություն եւ անընդհատ քեզ դրթում է դեպի դա։ Եթե անգամ չես սիրում, եթե անգամ դու ինքդ էլ հասկանում ես որպես բանական մարդ սխալ է, չպիտի, բայց էլ չես կարողանում, ինչպես որ երբ որ թմրանյութը շատ են օգտագործում, դա դաջվում է հիշողության մեջ այդ զգացողությունը, որ քեզ տանում են էլի դրան, ալկոհոլը, խաղամոլությունը, դա էլ այդպիսի կապվածություն է ստեղծում, որից դժվար է շատ, իհարկե Քրիստոսով անհնարին ոչ մի բան չկա, անհուսություն չեմ խոսում, բայց ուզում եմ ձեզ, որպեսզի դուք նախապես իմանաք դրա դժվարությունը, որ հանկարծ թույլ տաք որևէ բան հասնի ֆիզիկական կապվածության ձեր կյանքի մեջ։ Գիտեք, երբ որ Եվան տեսավ ծառի պտուղը, եթե կհիշեք ծննդոցից, ասում է Եվան տեսավ, որ լավն է, հասկացավ, որ հաճելի է, հետո ասում է կպավ, պոկեց, որ կպավ էլ չի կարա չպոկի, ու որ պոկեց էլ չի կարողանում չուտի,
ու այդ ժամանակ մեղքը եկավ, հասկանում եք, չէ, այսինքն հերթականությունը, որից հետո որին ենք հասնում։ Դրա համար ուշադիր եղեք ֆիզիկական կապվածության որևէ մեկի հետ չգնաք։ Եվ չորրորդը հիացմունքի կապ։ Երբեմն այս հիացմունքի կապին լսած կլինեք, ասում են պլատոնական սեր, այսինքն դու հիանում ես այդ անձնավորությամբ, իր մտածելակերպը քեզ հաճելի է, իր կերպարը քեզ հաճելի եւ դու դա կարողանում ես վերահսկել։ Սա վտանգավոր բան չի, սա բնական է, որ բոլորս էլ ինչ որ մի մարդկանց, առաջնորդների, պետական այրերի կլինի, պատմական այրերի կլինի, ինչ որ մշակութային դեմքերի կլինի, որ իրենց որոշ առավելությունների շնորհիվ հիացմունք են արտահայտում իրենց հանդեպ, բայց կարողանում ենք վերահսկել եւ մեր հույզերը, եւ մեր զգացմունքները, այդ խելահեղ ինքնամոռաց վիճակների մասին չեմ խոսում։ Պարզ է, չէ, թե ինչպիսի կապվածության տեսակներ գոյություն ունեն, սա ուզում եմ, որ մենք որպես երիտասարդներ իմանանք, որ կարողանանք ինքներս մեզ պաշտպանել մարդկանց հետ շփվելուց, ընկերներ ունենալուց եւ այլն։